Մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարցս ուղղում եմ ԿԳՄՍ նախարարին, տիկին նախարար, եկեղեցու բարենորոգման եւ ընդհանուր առմամբ հոգեվոր կյանքի առողջացման օրակարգի այս ճանապարհին շատ հաճախ լսում ենք քննադատություններ, լսում ենք մեղադրանքների տարբեր էլեմենտներ եւ հաճախ այնքան սրվում են այս մեղադրանքները, երբ նույնիսկ մեր ընդդիմադիր գործընկերները իդեմս տիկին Գալստյանի, ով ներկա չէ դալիճում, հաճախ մեզ ասում է, ասպատակում է իշխանությունը եկեղեցու դեմ։ Ես կարծում եմ, որ լավագույն պատասխանը եւ ընդհանուր առմամբ լավագույն արձագանքը կլինի այն, որ այս ամբիոնից օրինակ տեղեկացնեք հանրությանը եւ մեզ, թե վերջին 7 տարիների ընթացքում օրինակ եկեղեցիների հիմնանորոգման, բարեկարգման եւ ոչ միայն այլ հուշարձանների, բարեկարգման եւ պահպանման հարցում որքան ներդրում է ունեցել պետությունը եւ եթե իմ տվյալները ճիշտ են, վերջին 7 տարվա ընթացքում ի համեմատ նախորդ 20 տարիների երբեք այնքան ներդրում չի արվել, որքան վերջին 7 տարիների ընթացքում։ Խնդրում եմ, եթե ունեք տվյալներ ձեր ձեռքի տակ, տեղեկացրեք մեզ եւ հանրությանը։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, համեցեք։ Շնորհակալություն տիկին Ազարյան, իսկապես շատ է քննարկվում մեր ուշադրությունը կամ էլի առերևույթ պնդվում է դրա բացակայությունը հատկապես կրոնական բնույթի հուշարձանների նկատմամբ, այն ինչ պետք է կրկնեմ նորից այսօր հնչած արտահայտությունը, երբեք պետությունը այսչափ աջակցություն չի տրամադրել հուշարձանների պահպանության ոլորտին, անգամներով աճել է հուշարձանների վերականգնման բյուջեն, 18 թվականին մենք հուշարձանների պահպանությանը բյուջեից ընդամենը ունեցել ենք հատկացում 127 միլիոնի չափ։ 2025 թվականին մենք արդեն խոսում ենք շուրջ 1.4 միլիարդ դրամի մասին։ Անգամներով այս աճը բնականաբար ներառում է իր մեջ նաև եկեղեցիները եւ վանքերը։ Եվ միայն եկեղեցիների ու վանքերի վերականգնմանը, ամրակայմանը, համապատասխան պեղումներին եւ նախագծային աշխատանքներին պետությունը հատկացրել է ավելի քան 1.69 միլիարդ դրամ։ Որ եկեղեցիներն ու վանքերն են, Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցին, Իրինդի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Այգեշատի Թարգմանչած եկեղեցին, Քոբայրավանքը, Սանահինի վանքը, Տեղի Սուրբ Գևորգ եկեղեցին, Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, Սոլակի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Կամարիսի Սուրբ Հովհաննես եկեղեցին, Բնունիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Փարպիի Ծիրանավոր եկեղեցին, Մարտունու Հինգետիկի վանքը, Շատիվանքի վանական համալիրը, Քոբայրավանքի անհրաժեշտ տարածքները, Գոշավանքի Գավթի տանիքածածկերի նորոգումը, Հաղպատի վանական համալիրը, Երերույքը, Բջնին, Սրվեղը, Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին, Ոսկեպարի եկեղեցին, Գնդեվազի, Պտղնու տաճարը, Բյուրականի Սուրբ Հովհաննեսի եկեղեցին։ Ես այս ցանկը կարող եմ շարունակել եւ այդ ցանկում մեր բազմաթիվ հուշարձաններ են, որոնք տարիներ շարունակ ունեցել են ամրակայման, վերականգնման կարիք եւ տարիներ շարունակ պետության կողմից այդ աջակցությունն ու հոգատությունը չի եղել, բայց ոչ միայն հոգևոր արժեքների, եկեղեցուն ուղղված մեր գործունեությունը ոչ միայն եկեղեցիների ու վանքերի շրջանակում է, այլ ես ձեզ ուզում եմ հիշեցնել այնպիսի կարևոր մի աշխատանք, որը մեր տարբեր հոգևոր արժեքները Հայաստան վերադարձնելու քաղաքականությունն է։ Միայն վերջին տարիներին մենք Մատենադարանին 2 բացառիկ ձեռագիր ենք ձեռք բերել եւ փոխանցել։ Ընդհանուր առմամբ ավելի քան 130 միլիոն դրամ ենք դրան հատկացրել։ Բոլորովին վերջերս 175 միլիոն դրամ հատկացվեց Միջնադարյան եկեղեցու փայտե դռան փեղկին, որը Մեծ Բրիտանիայից կփոխանցվի Հայաստան։ Կարծում եմ այս ամենը առավել քան վկայում է պետության իրական քաղաքականության մասին։